Անուն Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբու ամեն։ Քրիստոս հարիավ իմերելոց, օրինյալ է հարությունը Քրիստոսի մեզ եւ ձեզ մեծ ալետիս ամեն։ Սիրելի ժողովուրդ, այսօր նորից շարունակում ենք Քրիստոս հարիավ իմերելոց երրորդ մասը, որտեղ մենք հարության տոների մեջ ենք գտնվում մինչև համբարձում եւ դրա համար դեռ շարունակենք խոսել Տիրոջ հարությունը, ինչպես գերեզմանից հարություն առավ եւ այդմ այն կանայք, որոնք գնացին Տիրոջ գերեզմանը տեսնելու, Մարիամները, անվան կոչվում են նաեւ տիառնամայրեր, իսկ հավատքով ճանաչվում են մեծ եւ սքանչելի, քանզի գիտեին նույն Տիրոջը անմայր երկնքում եւ անհայր երկրի վրա։ Եվ նրա հանդեպ մեծ սիրուց մղված բերեցին անուշահատ յուղեր եւ խունկ, որպեսզի հեղեն գերեզմանի վրա։ Եվ առաջինը Մարիամներից Մարիամ Մագդաղենացին է շտապում, 3 օր գիշեր իրանք քուն չէին քնել, 3 օր, 2 գիշեր, որպեսզի անամբեր սպասում էին գան Տիրոջ հարությունը տեսնելու, որտեղ Տերը խոսք էր տվել 3 օրից հարություն է առնել։ Եվ երբ որ առաջինը Մարիամ Մագդաղենացին եկավ, եւ տեսավ Տիրոջ գերեզմանը բաց, ժայռը մի կողմ դրած եւ մարմինը չկա, ու սկսեց արտասվել, հեկեկալ, լացել, մտածել է, որ 3 օր, 3 գիշերը չի անցել։ Ինչ եղավ Տիրոջ մարմինը, գողացան։ Եվ ինչպես գիտենք, նաեւ շատ զինվորներ պահապան էին, որոնք այդ ժամանակ դե բնականը ժայռը շարժել էին հրեշտակները, որտեղ մարդկային ուժից վեր էր, եւ սկսում արտասվել Մարիամ Մագդաղենացին, ծեծում էր իր կուրծքը, արտասուք էր, հորդում իր աչքերից, անընդհատ լացում էր, եւ հրեշտակը հայտնվում է, ով կին, ինչու ես լալիս, հուսահատությամբ եւ սգալով, կոծում եւ անմխիթար կերպով։ Քո սուրբ հավատքից, այդ արտասուքով հավատքը, որ սիրում էր Տիրոջը, իր հավատքն էր սուրբ էր, գեղեցիկ ծնված սեր ունես, սակայն առանց իմաստության, եւ թափում ես դառը արտասուք գերեզմանի վրա, որտեղ է լսված եւ տեսնված, որ մեռելները ողջերին փնտրեն, կամ մարդիկ մտահոգվեն կենդանի Աստծու մասին, ինչու ես կենդանին մեռելների մեջ փնտրում։ Անգամ հրեշտակը ասում է, նրա հարության ժամը մենք էլ չգիտենք, հրեշտակները։ Ասում է, երբ որ ժայռը տեղից մենք շարժեցինք, տեսանք, որ չկա մեջը։ Հիշում եք, անցած անգամ խոսեցինք, որ փակ վիճակում ինքը հարություն առավ, ոչ ժայռն էր շարժվել, ոչ դուռն էր բացվել, ու հրեշտակը Մարիամ Մագդաղենացուն է ասում է, մենք էլ չգիտենք երբ է ժամը իր հարության եղել, շատ հավանական է, որ եղել է երկրաշարժի ժամանակ, որտեղ առաջին երկրաշարժը եղավ, երբ որ խաչի վրա խաչեցին, եղավ շարժ, երկինքը խավարեց, վարագույրը պատռվեց եւ նաեւ շարժ եղավ հարության ժամանակ եւ մարմին չկար ու նորից լաց է լինում Մարիամ Մագդաղենացին եւ շուռ է գալիս, որպեսզի Տիրոջ խաչելության տեղը նայի եւ տեսնում է մի պարտի սպանի այնտեղ ու գալիս ասում է, երևի դու ես Տիրոջ մարմինը տարել, գողացել։
բայց չգիտի, որ դա Տերն է։ Տերը առաջին ինձ Մարիամ Մագդաղենացուն հայտնվեց և տեսավ։ Ասում եմ, մարդկանցից ոչ ոք ու պարտիզպանն է սկսում խոսել։ Չի զրկում իր համար տքնողներին, եթե մարդ մեկի համար չարչարվում է, տքնում է, ճգնում է, այդ մարդը վարձահայտույց լինում է, տեսնում է, որ իր համար ինչեր է անում, ասում է, առավել ևս Աստված էլ չի զլանա վարձահայտույց լինել քո տքնության համար, տեսա, որտեղ քո արտասուքները, ոնց ես սիրում Տիրոջը ու փնտրում։ Ինչպես ինձ է թվում, ասում է, գտար գողին և ոչ միայն գողին գտար, պարտիզպանն է խոսում, այլև գողոնը, գողը գողացել է Տիրոջ մարմինը, քաջապնդվիր դրանով, դա է ճշմարիտը, և ոչ թե ուրիշն է գողացել, այլ իրենն է առել։ Մի ասա, թե դու ես վերցրել, որպես թե մեկը ուրիշինը վերցրած լինի, այլ հենց իրենն է վերցրել, ինքը իրենը վերցրել է, որտեղ գողն էլ գողոնն էլ, համատեցիր է, դա գողություն չի, որտեղ ինն է։ Դա է, որ խաչվեց, պարտիզպանը շարունակում է խոսել Մարիամ Մագդաղենացու հետ, սա հայրերից եմ ասում, դա է, ով գնաց մեռելների մոտ, դա է, ով մտավ հզորի տունը, հզորը սատանայինի նկատի ունի, դա է, ով կապեց հզորին, դա է, ով այդ ավար վերցրեց նրա գանձերը, հզորի գանձերը դժոխքում պահվող այդ հոգիներն էին, որ հավաքում է սաղ իրա մոտ և ազատեց վերցրեց այդ ավարը։ Դա է, ով շատերին բաշխեց պարգևներ, դա է ճշմարիտ պարտիզպանը, դա է, ով ավազակին տարավ պարտեզ, կողքի խաչվածին, Եդեմի պարտեզ տարավ։ Դրան է իր փնտրում, դրա համար է իր արտասվում, դրա մասին հրեշտակից լսեցիր, որ հարություն առավ, դրա համար բերեցիր յուղը և խունկը։ Եվ եթե իրեն քեզ տա, չես կարող նրան տանել, ոչ էլ մյուս Մարիամները, Հակոբյանների Մարիամը, ոչ էլ Կղեոպեացյանների Մարիամը, ոչ էլ Ղազարոսի քույր Մարիամը և ոչ էլ կույս Մարիամը։ Տեսեք, 5 Մարիամներ տեսել են, գնացել են, սկզբից առաջինը Մարիամ Մագդաղենացին, Սուրբ Տաթևացին տալիս է, որ 6 Մարիամ կա Սուրբ գրքում, Մարիամ Մագդաղենացի նաև մի հատ էլ կար ուրիշ։ Սա կար Մարիամ Մագդաղենացի, որ 7 դեղ հանեց մեջից, և կար մի ուրիշ Մարիամ Մագդաղենացի, 6 Մարիամի անունն է Սուրբ Տաթևացին տալիս, 6-ից 5-ը եկան Տիրոջ գերեզմանը տեսնելու։ Եվ ինչու Մարիամ Մագդաղենացին, որտև իրան այդքան մեծ մեղքերը մաքրեց, այդ 7 դև հանածը, և ում որ շատ ես ներում, նա քեզ ավելի շատ է սիրում։ Ինչպես էլի կար, չէ, որ ոտքերը լվանում էր, որ չգիտեին, որ տանտերասմը չգիտի ինչ կին է սա, որ մի պորնիկ էր համարվում, և Տերը ասեց, ում շատ թողում ես, նա քեզ շատ սիրում է։ Որովհետև կենաց ծառի երախայրի պտուղն էր հենց Քրիստոսի հարությունը։ Կենաց ծառը հենց խաչն էր, այդ փայտը։ Եվ հիշում եք, երբ որ շուրջ երևի խոսել են, կարող է հիշեք, երբ որ Ադամը, որ հիվանդանում է մահացու, իր որդուն, Սեթին ուղարկում է, որպեսզի Աստծուն հանդեպի մի դեղ բերի, որպեսզի բժշկվի։ Եվ Սեթը երբ որ գալիս է, Աստծուն տեսնում է, որտեղ Աստծու հետ կապ ուներ աղոթքը։ Մի ծառի
ջուղ է տալիս, ասում է արեստար տնկի, երբ որ պտուղը տա, ինքը կբժշկվի, մինչև գալիս է տեսնում է Ադամը ննջել է արդեն, բայց այդ տունքը հետ խաչն էր, և Ադամը թաղված էր Գողգոթայի խաչի տակը, երբ որ խաչի վրա Տիրոջ արյունը կաթաց, Ադամին կյանք պարգևեց, դժոխքից անեց, այդ ծառի պտուղը այդ ժամանակ տրվեց, և այդ կենաց ծառի երեխայրի պտուղն էր, և հանձն չառավ, տեսեք, կանայք տղամարդկանցից առաջ մոտեցան իրան ու տեսան, թույլ տվեց, որ կանայք առաջինը տեսնեն իրեն, բավական համարեց նրան, որ հրեշտակների ցեղը, ավելի նման են արական մարդկային ցեղին։ Եվ ինչու թույլ տվեց կանանց, դրա համար համ կանանց թույլ տվեց, համ դրա համար, համ էլ նրա համար, որովհետև այդ կենաց ծառի այն բարին և չարը գիտենալու ծառի պտուղը առաջինը կինը կերավ։ Հիմա կենաց ծառի պտուղն էլ կնոջը տվեց կանանց, ոչ թե տղամարդկանց սկզբից։ Եվ նոր հարությունից հետո շտապ գնաց Մարիամ Մագդաղենացին, որ հայտնի աշակերտներին, որ Տիրոջը տեսել է հարություն առած։ Իսկ զինվորները, որ կան, զինվորներն էլ շշմած, ովքեր որ եղան ողջ ու կենդանի, որ տեսան, իրանք մինչև այդ ասում է մեր մեծ մասը անկենդան ընկած էր, որտև այդ հրեշտակային լույսը, որ Տիրոջ հարությունը որ եղավ, այնպիսի ջերմ ու լույս եղավ, որ իրանք բժժած կիսա մեռած ընկան, ոչ թե քնել էին, ոչ թե քնած էին, ասում է, բայց հրեշտակները, ովքեր որ տեսնում են, այդ կանանցով ավելի զորանում են, որ կանայք են գալիս, Մարիամները, անգամ Մարիամ Մագդաղենացու խոսակցությունն են լսում հրեշտակի հետ, իրանք շտապ վազում են հայտարարելով, գնում են սկզբից քահանաների մոտ, որ Տերը հարություն առե, Քրիստոսը իրոք հարություն առե, այնպիսի զորություն էր, որ մենք չգիտեինք, դա հրեշտակներ էին, մարդիկ չեն, և այն կանայք, որտեղից եկել են օրինյալ լինեն, որ քաղաքից որ եկել են, չէին ճանաչում, քահանաները շշմեցին, ասեցին այս լուրը, որ տարածվի, ու երբ որ այդ քահանաները, օրենսդիրները որ կային, ստիպված բացեցին իրանց տաճարի գանձերը, որպեսզի գումարներ բաժանեն, որպեսզի զինվորները լռեն և չհայտարարեն դա։ Հիմա եկեք համեմատենք մեր այս աշխարհի վիճակը, որ քիչ առաջ զրուցում էինք, տեսեք նույն վիճակն են անում, երկրի գանձարանն են բացում, այդ գումարներից տալիս են, որպեսզի միշտ արդարությունը թաղված մնա ու իրանք սուտը առաջ տանեն։ Մեր վառ օրինակ հենց մեր երկիրը, որտեղ այդ մամոնայի համար, որ գումարները տալիս են, մարդիկ էլ չեն նայում, ինչ արդարություն, ինչ ճշմարտություն, դե պատկերացրեք, եթե Տիրոջը, որ տիեզերքի արարիչն էր, որ ինքն է ճշմարտություն, ինքն է արդարություն, ինքն է կյանքը, ինքն է լույսը, մամոնան վերցրեցին և ծածկեցին, որպեսզի չերևա, եթե Տիրոջը տենց արեցին, բա ուզում եք հիմա այս աշխարհի մեջ արդար լինի ամեն բան, քավլիցի չի լինելու, աշխարհի մեջ արդարություն չկա, որտեղ Տիրոջը չեն ուզում, իրանք մամոնան են ցանկանում, մամոնան վերցնում են իրենց պաշտոնը պահելու համար, մամոնան ոստիկանը վերցնում է վերևից իբր վարձատրությունները, պարգևավճարները, բայց իրականում դա հենց կաշառք է, որ կա, կաշառքը այս աշխարհը օրինականացրել է, դարձնում է օրինական ձևի վճարներ, պարգևավճարներ, աշխատավարձի բարձրացումներ, ում որ պետք է շատ, այդ նույնը կատարվում է Ամերիկայում, նույնը կատարվում է Եվրոպայում և բոլոր տեղերը, էլ նենց չկա, որ կաշառք տվեցիք, որ բռնենք,
Եվ ժողովրդի մեծ մասը ցույց է տալիս, որքան կառչված է մամոնային, բայց դա չի լինում, կամ Աստծուն դիծառայենք, կամ մամոնային։ Ով ընտրում է մամոնային, նա Տիրոջը խաչողն է։ Եվ վերցնում են այդ գումարները եւ ինչ են անում, պաշտպանում են չարիքը, սուտն ու կեղծիքը, որ պետք է հրաժարվենք ճշմարտությունից, բայց ճշմարտությունից հրաժարվելը նույնն է, որ Աստծուց ես հրաժարվում։ Եվ դրա համար դատաստանը արդար է լինելու եւ այո, եթե մարդկանց կողմից վերցնենք, մարդկանց կողմից անհնար է այս վիճակը փոխելու։ Բայց Աստծու կողմից որ նայենք, Աստծու համար անհնար բան չկա։ Ինքը Տիրոջ կամոք որ լինի, ակնթարթում կփոխի դա։ Բայց ամեն ինչին սպասում է իր ժամանակի լրմանը։ Տերը միշտ թողում է, որ ամբարիշտը իր ամբարիշտության մեջ կատարյալ լինի, նոր գործանի։ Նաև թողում է, որ արդարները, որ էլ ավելի մաքրվեն, որ մաքուր սպիտակ զգեստներով Տիրոջ մոտ կանգնեն, որպեսզի իրանց հարություն պարգևի։ Եվ չպետք է նեղվենք ու մտածենք աշխարհի օրենքների պես, ով է, ով չի։ Պողոս առաքյալը հենց այնպես չասեց, չկան իշխանություններ, որ չարից չեն։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ասենք ճշմարտությունը թողենք եւ չարը սկսենք պաշտպանել։ Տերը չասեց պաշտպանեք չարին։ Միշտ արդարությունը ասեց դուք ասեք։ Բայց եւ հիմա այս վիճակը որ նայում ենք, էլի Տիրոջ թույլտվությամբ է, հա, չարը իշխում է, չարը նստում է իշխող գահերին եւ տենց է պետքա լինի, որտեւ ինքը նայում է մեր վիճակը, արդյոք մի արդար կա։ Եկեք տեսնենք, արդարը Եզեկիելի մարգարեության մեջ սիրով բացատրում էր ով է արդարը, եւ ուրիշ տեղ մյուս մարգարեության մեջ Եսայիա արդեն ասում է, եթե մի արդար էլ լինի, քաղաքը պահելու եմ, բայց այդ արդարը հենց տված Սուրբ գրքի մեջի Եզեկիելի մարգարեության մեջ այդ արդարն է, որ ասում է ով սենց անի, սենց անի, սենց անի, սենց անի, նա արդար է։ Փնտրենք, տեսնենք արդար մարդ կա, Աստված գիտի միայն։ Եթե մեկ հոգի էլ լինի, Աստված պահում է այդ քաղաքը։ Այո, կորցնում ենք բոլորը եւ նշանակում արդար մարդիկ էլ չկան։ Կորցրեցինք Արևմտյան Հայաստան, հիմա տեսեք ստիպում են, որ հրաժարվենք, որ մերը չի, Արցախը մերը չի, Եղեռն չի եղել, Ջարդ չի եղել, ինչքան սուտ կա ուզում են մտցնեն մարդկանց մեջ, որտեվ սուտը եւ ստախոսը ղեկավարում են այս աշխարհի իշխանի ծառաները, աշխարհի իշխանն ով է, եթե ոչ սատանան։ Բայց ցավ սրտի մեր ազգում սուտ խոսում ենք մեր դեմ, իսկ ուրիշ ազգերը սուտ խոսում են իրանց ազգի օգտին, բայց սա սուտ են խոսում։ Եվ երևի պետք է տենց լինի, Աստված գիտի, իսկ իրանները արդարությունը պահում են, այդ սուտը չեն խոսի, կվկայեն այդ ամեն ինչներ, վաղ թե ուշ Տիրոջ դատաստանից ով է փախչելու։ Քրիստոս հարյավ իմերելուց, հետո համբարձավ փառոք առար, բայց գալու է արդեն, որպեսզի դատի այս չարացած ժողովրդին, այս աշխարհին։ Եվ այսօր երբ որ ամբարիշտը իշխում է, ժողովուրդը ամբարիշտ անում է։ Եվ շատ չարացած է այսօր անգամ մեր ժողովրդին որ նայում ես, որտեղ գնում ես, տեսնում ես շատ չարացած են։ Իրար հանդեպ միշտ վեճերը կա, կռիվները կա, օտարի հանդեպ թշնամանք կա, իրար հանդեպ էլ չեմ ասում։ Եվ չարն էլ որ գնում է, անընդհատ միտեղ մահացություն է լինում,
սպանություն է լինում, արյուն է թափվում, որտև այդ կարմիր գազանը արյան գույնն էր կարմիր հայտնության մեջ, այն պորնիկներ, որ նստած էր իր վրա, որ գնում էր, ոսկե բաժակն իր ձեռքը, որ լիքն էր պորնկությունով ու տեսակ մեղքերով։ Շատ նման համեմատություններ է այսօր, այս աշխարհի իշխանների, անգամ եւ իրենց կանանց միջև։ Եվ շատ մոտ է աշխարհի վաղճանը, աշխարհի վերջի ժամանակներն են։ Քրիստոս ընդամենը մի փոքրիկ բան է ուզում, որ չենք կարողանում տալ։ Մեր անձնական, մեր անձի փոփոխությունն է ուզում, որ հասկանանք, որ բարկած կոտը չպետք է բարկանա, նախանձը չպետք է նախանձի, պետք է վերացնենք այդ մեղքերը։ Քրիստոս մենակ դա է ասում, ուրիշ ոչինչ։ Մնացած հարցերը ինքը կլուծի, բայց իցավ սրտի ոչ մեկը չի ուզում փոխվի։ Չէ։ Չէ, իրանց հասնում է, իրանց հայրանք էլ կարելի է տալ։ Տերը պատվիրում է, որ չհայրենք, ախր որ իրանց հասնելու չի, Տերը պատվիրում է, որ մեր բերանից անվայել խոսքեր դուրս չկա, ով ուզում է լինի, անգամ սատանային էլ իրանք չունենք ասելու, ոչ էլ անիծելու, ով անիծում է, անեծքից սատկելու է, Սուրբ Գիրքն է դա սովորացնում, անեծք սիրողը անեծքի մեջ է սատակելու, չասեց օրնեցեք ձեզ անիծողներին, այդ ժամանակ Տերը իրանց հարցերը կլուծի, բայց որ քանի որ մենք չենք փոխվում նույն ձևի ենք միշտ, մեր հարցերն է լուծվում, որպեսզի հարություն առնենք, եւ ինչպես Մագդաղենացին, որ ամբողջ մեղքերը թողեց, մաքրեց Տիրոջով, Տերը մաքրեց, եւ այդ իր արտասուքներն ու հավատքը սրբություն համարվեց ու Աստված երևաց իրեն եւ մնացած Մարիամներին։ Այո, այսօր Քրիստոսի դեմ են ամբողջ աշխարհը եւ ոչ միայն այսօր, այս 2000 տարի ինչ Քրիստոս եկավ մարդացավ, աշխարհը միշտ իր դեմ է։ Խավարը չուզեց լուսավորվի։ Լույսը եկավ խավար, որ խավարում լույս է տալի, բայց խավարը չցանկացավ։ Այսօր բացահայտ Քրիստոսի դեմ է պատերազմը։ Ստեփանակերտում քանդեցին, հողին հավասարեցին Մարիամ Աստվածածնի անվան եկեղեցին, որ մեծ եկեղեցի էր։ Եվ տեսեք ինչ անում, այն չարը, մեծ չարը, այս մի չարից պահանջում է, որ Թուրքիայի դրոշ այրողներին բռնեն։ Եկեղեցու մասին ծպտուն չկա, կամ այդքան երեխաների ջարդը, ամբողջ գաղթը Արցախից։ Դե հիմա համ ընդեղա չար իշխանություն, համ էլ ստեղա չար իշխանություն։ Եվ դա ցույց է տալիս, որ այս աշխարհը տեղով չար է։ Սուրբ Գիրքն ասում է, մարդ ծնված օրվանից է չար։ Եվ շատ քչերն են, որ Աստված գտնելու է իրենց, նայելու է Մարիամ Մագդաղանեցու նման բանը, իր արտասուքները սրբության, որ տենց հավատք ունի, Մագդաղենացին եւ մնացած մյուս Մարիամներն էլ։ Եվ ինչպես կանանցով առաջի մեղքը կերան, այնպես էլ հարության պտուղը առաջինը կանայք ճաշակեցին։ Որտեղ Տիրամայրն է, բոլորից բարձրը, Սուրբ Երրորդությունից հետո։ Վախենալը ոչինչ չունենք, քրիստոնյաները թե ոչինչ չվախենալ, մենք ուրախ ենք միշտ Տերով, ցավոք սրտի միշտ տխուր ենք մարդկանցով։ Եվ էլի դա հենց այնպես չի, որտև ինչով չես կտրվում, որ հավերժ միանաս Աստծու հետ։ Վաղ թե ուշ պիտի կտրվենք մարդկանցից։ Մեր հոգին հենց անեցին, արդեն կտրվում ենք։
բայց պետք է միշտ պատրաստ լինենք տենց ապրենք մարմնի մեջ, որ միշտ կտրված ենք ու Քրիստոսի հետ լինենք, բայց Քրիստոսի հետ լինելով Քրիստոս դառնում է պահապան քո զավակներին, քո երեխաներին, քո թորներին, քո ընտանիքը, քո ազգին, այդ հենց անհատական պետք է փոխվենք, այդ անհատների աղոթքը, որ լսելի լինի։ Կարող է շատ հասարակ երկու նախադասությունով արդար աղոթք անի, Աստված լսի իր աղոթքը։ Մի տատիկ կամ մի ծերուկ կամ մի երեխա, որ հոգով, մաքուր, արդար, խոնար աղոթք անի, բայց կարող առավոտից իրիկուն ժամերկություններով գնա, բայց ոչ մի բան էլ չընդունի Աստված, որտեղ տեսնում եմ մեր սրտերը, որ ծածուկ սրտերն են, ապականված, որի մեջ կա հպարտություն, որի մեջ կա նախանձ, որի մեջ կա բարկություն, որի մեջ կա ագահություն, որի մեջ կա ծուլություն, ամեն մեկի մեջ մի բան կա, այ երբ որ տեսնում է սրտերը, այդ աղոթքը լսելի չի, եւ տեսեք, այս աշխարհի իշխանությունները միշտ հպարտանում են, հպարտ լինենք, ովքեր գնացին իրենց հետևից, ուրեմն Աստված գիտեր, որ իրենց սրտերի մեջ հպարտության մասնիկներ կան, դրա համար էլ գնացին իրենց հետևից, անգամ հոգևորականներ, որ երկար աղոթքներ են անում, այդ մեր սրտերն է պետք մաքրել, որպեսզի կենաց ծառի այդ երեխայի պտուղը մեր սրտում լինի եւ Աստված իր հարությամբ մեզ երևա, մեզ էլ հարություն պարգևի։ Քրիստոս հայրյար իմերելոց, մեզ եւ ձեզ մեծ ավետից, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ամեն։